Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ Գավառ համայնքում անցկացվեց գեղանկարչական սիմպոզիում։ Նախաձեռնությունը կյանքի կոչվեց համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության նկարիչների միության և Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ։ Գեղանկարիչներից մեծ մասը առաջի անգամ է լինում տվյալ բնակավայրերում և իրենց համար էլ բացահայտում է Գավառը, որպես նկարչի աչքով դիտելու բավականին լավ տեղանքներ են ընտրել և գովելի է, որ իրենք էլ բացահայտում են։ 7 օրերի ընթացքում նկարիչների միության 5 անդամներ գեղարվեստի դպրոցի սաների և ուսուցիչների հետ Գավառ քաղաքում և բնակավայրերում հնարավորություն ունեցան կտավին հանձնելու պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ, գյուղական կոլորիտ ու բնապատկերներ։ Նրանց աշխատանքներում գեղատեսիլ Սևանալիչն է, Հայրավանքի Ծաղկաշենի եկեղեցիները, Սպիտակ Բերդը, Նորատուսի խաչքարերը։ Այս կոնցեպտում առաջի անգամ եմ և հույսով եմ դեռ շատ կհանդիպենք, որովհետև չբացահայտված են մնում հիմնականում շատ տեղանքներ, որտեղ որ այդ 7 օրվա շրջանակներում ուղղակի ֆիզիկապես չենք հասցնի։ Մնացած բոլոր համայնքները, ովքեր չեն կազմակերպում, խորհուրդ կտամ ու հուսով եմ, որ իրենք էլ սկսեն նման միջոցառումներ մշակութային մի քիչ կյանքն ավելի ակտիվ պահել։ Սիմպոզիումի մասնակցությունը լավ հնարավորություն էր նաև գեղարվեստի դպրոցի սաների համար։ Նկարիչների միության անդամների հետ աշխատելը, նրանց աշխատանքին ու խորհուրդներին հետևելը կարևոր դաս էր։ Ամեն ինչ ըստ գույնի և տոնի պիտի հստակ դասավորված լինի։ Առանց դրանց այն հեռավորությունը ու այն հեռանկարը, որ իրականում գոյություն ունի, նկարել հնարավոր չի։ Սիմպոզիումի մասնակիցների հետ հանդիպեց, նրանց աշխատանքներին հետևեց ու ծանոթացավ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Նա ողջունեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց հետագա մյուս ձեռնարկներում ևս աջակցել նրանց։ Սկզբից ավելի սիլուետային էր ու հետաքրքիր հակադրություն կար, կարծում եմ ժամանակի ընթացքում մի փոքր ինչ-որ զգացողություն կկարողանամ հաղորդել։ Սիմպոզիումի արդյունքում նկարիչների միության անդամների և գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները Գավառի համայնքապետարանում և ենթակա կազմակերպություններում ունենալու են մշտական և ժամանակավոր ցուցահանդեսներ։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։